Իշնեմ էլ, թե լավ է։ Չէ, մի չեք Ոստեղ կագնեմ ոչինչ չէ։ Ժորժ, վերջից միկրոֆոնները տվեք։ Պարոն Գրիգորյան, դուք կատարեցիք քաղաքացիական պաշտը, նախ Բոլորը պատրաստ են։ ընտրական գործընթաց եք Ուրեմն տեսնենք, մինչես այնքան է նորմալ չէր, քարոզարշավի ընթացքում, հիմա տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի, հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի, նորմալ կանցնի։ Արկածություն եթե լինի ձեր եւ Վարդան Ղուկասյանի թիմակիցների միջև է լինելու եւ Վարդան Ղուկասյանը ձեզ արձագանքել էր, ասում էր իրեն հանգիստ թողեք, մեղքեք։ Ես եմ մեղ։ Ուրեմն մինչև այս բոլոր թե լրատվամիջոցները, թե քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պիտի լարվածություն լինի, պիտի թշնամական հարաբերություններ լինի, տեսակ, որ ամենայն դեպս ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա, ոչ մի նմանատիպ բան չկա, այն ինչ որ Գյումրիում լարվածություն եղավ ու կա ու շարունակվում է, դա միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է արվում։ Վարդան Ղուկասյանի առաջարկի վերաբերյալ։ Այդ մասին ես հստակ արդեն պատասխանել եմ, մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվի, տեսնենք ով ինչքան քվեք ստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածի մասին խոսենք։ Ներողություն, ես ձեր ենթատեքստը ճիշտ եմ հասկացել, Վարդան Ղուկասյանը ձեռնտու թեկնածու է իշխանության համար։ Ես չեմ ասում համագործակցում, այլ ձեռնտու թեկնածու է։ Այո։ Իշխանության համար այո, բայց դա չի նշանակում, որ ես Վարդան Ղուկասյանին մեղադրել եմ ինչ-որ բանում։ Ես այդ մասին ասել եմ, որ այսինքն ես ասել եմ, որ ինքը իմ ասածը լավ չի հասկացել, պիտի մի հատ էլ լսի իմ ասածը։ Քննարկումներ եղել են 3 առաջին օրը, մամուլը գրում էր, որ դուք ընդդիմության թեկնածուն եք։ Ընդդիմության թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր եւ որդու ձերբակալության ժամանակ բոլորը, գրեթե բոլորը, բացառությամբ մի քանիսի զանգել են, եկել են, հանդիպել են մեզ, այնպես որ նորմալ հարաբերությունները ես չեմ կարծում, որ այդ նեղբային մենք կարող էինք համախմբվել, կարող էինք մեկս մյուսից օգնել, աջակցել, ինչ-որ խնդրով, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք։ Բայց կներեք, դուք շատ վտանգավոր հայտարարություն եք արել քաղաքական հաշվարկների տեսանկյունից։ Դուք արել եք հայտարարություն, որ միակն եք ընդ որում, որ ասել եք ոչ մի ուժի չեք միանա։ Այդպիսի հայտարարություն եք արել ձեր նախավերջին հարցազրույցներից մեկում, դուք ասել եք կոալիցիայի դուք վստահ եք, որ հաշվել եք եւ կոալիցիա չի լինի։ Սա նշանակում է, որ դուք շատ վստահ եք, որ առաջին տեղում դուք եք լինելու, թե դուք բացառում եք կոալիցիան, թե դուք բացառում եք ձեր փոխքաղաքապետ լինելու հանգամանքը, թե դուք պատրաստ չեք ընդդիմադիր դաշտի մյուսների հետ համագործակցության, այդ թվում Վարդան Ղուկասյանի։ Եվ մի հարց էլ, եթե այդուհանդերձ լինի այդ կոալիցիան, դուք ավականու կարգավիճակ կստանձնեք կամ փոխքաղաքապետի, թե ոչ, ձեր հետագա քայլերը։ Ուրեմն ես նմանատիպ բան չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ, ես ընդամենը ասել եմ կոալիցիա կազմելու, փաստաթուղթ ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող ենք կողմ չլինենք։ Բա որ 50+ չկարողացանք հավաքենք, ոնց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Այն որ ԿՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է այսօր գյումրեցիները կհաստատեն այդ մասին, իսկ ընդդիմադիրները ես կարծում եմ, որ մենք այդ հարցի շուրջ համաձայնության կգանք ու այնպես կանենք, որ
Գյումրիում ԿՊ-ն իշխանություն չի լինի։ Ի վերջո դուք Ես Վարդան պարզ այդ մասին Ղուկասյանի ասել եմ։ մի հստակություն էլ էլի, ի վերջո Վարդան Ղուկասյանի հետ դուք այս ընթացքում, երբ արդեն վստահ եք առաջադրվում եք, ունեցել եք ուղիղ տետատեր շփումներ։ Ոչ, երբևիցե չի եղել ու արդեն 2000 երևի 7-6 թվից ոչ մի ձևի, ոչ մի կարգի կոնտակտ չի եղել։ Ճիշտ ասած ինչի վերաբերվում է, այդ ինձ չգիտեմ ում մասին է խոսքը, ինչ ընկեր, ով ում ինչ արի, ես բացարձակ մեզ հետ չի կապի։ Պարոն Գրիգորյան, որ ձեր եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները հարթված են, որևէ կոնֆլիկտ չկա ձեր մեջ, ամեն ինչ հարթվել է, գնացել է, փաստորեն այնքան էլ այդպես չէ։ Ես ասել եմ, որ անձնական հարաբերությունները պետության, պետականության հետ կապված հարցերում պիտի չկարողանա տեր խաղալ։ Իսկ իմ անձնական հարցերը իմ անձնական հարցերն է, ես իմ անձնական հարցերը հրաբարակային մանավանդ լրատվամիջոցների առաջ չեմ պատրաստվում իմ անձնական հարցերը բարձրաձայնել։ Որ ճնշումները կշարունակվեն։ Կամ հաղթողը կձերբակալվի հենց հաջորդ օրը պրակտիկայի կամ ժանրի կանոններով։ Չէ, մի վարյան հասկանամ էլի, որ մեկիդ պատասխանեմ, որ Ուրեմն բացարձակապես այդ առումով վախենալու բան չունեմ, քանի որ ես ասեցի ու այդ իմ հայտարարությունը հենց վերաբերվում էր դրան, որ եթե ինձ փորձեն ինձ հետ կապված ինչ-որ բան անեն, դա պիտի լինի բոլորի դաշտի առաջ, դա պիտի լինի շինծու, ես նախկինում չունեմ այնպիսի բան, որը ինձ կարող են որով կպնել կամ ես խոցելի դառնամ, ի տարբերություն մյուս տեխնազոյի, որը ճիշտ չէր հասկացել իմ ասածը, դրանով պայմանավորված ես ասեցի, եթե բան լինի, իմ հետ կապված պիտի հորինեն։ Ու իմ հայտարարության երկրորդ օրը իմ հետ կապված այդ բանը, որ ասել էի, հորինեցին այդ շիբինի պատմությունը, որը ծիծաղելի է, բոլոր լրատվամիջոցներն էլ հասկանում եք, որ ընտրություն նախ քարոզարշավի 2 օրեր մնացել ու ես բավականին լուրջ խոշոր հզոր հանդիպումներ ունեի անելու գյումրեցիների հետ, առավոտ կանուխ, իմ հայտարարության հաջորդ օր առավոտ կանուխ ձերբակալում են հորս, տղայիս եւ թիմագիցներից բոլորին բերման ենթարկելով, գրասենյակները փակելով, խառնաշփոթ ստեղծելով, դրա արդյունքում ես 2 օր քարոշչական լուրջ հանդիպումներ կորցրեցի ու հենց դրա արդյունքում համաձայն դե հիմա ես այդտեղ մեղավոր եմ, Դե իշխանությունը նույն իշխանությունը պիտի իր քայլերը ճիշտ հաշվարկի, պիտի հասկանա, ես այնտեղ էլ ասեցի, որ ինչ անեք, դա օգտագործվելու է ձեր դեմ, ինչ փորձեք մեր դեմ անեք, նույն տեքստիլի ակումբում իմ ելույթի ժամանակ հստակ ասեցի, ինչ անեք, այդ ամեն ինչը օգտագործվելու է ձեր դեմ։ Իսկ սկրիններ էին արել ու տարածում էին, որ ձեր քարոզչական նյութերի տակ Առնովի հնդիկներ, այլազգիներ, լայքեր եւ էմոջիներ են դրել, ասում են, որ դուք առել եք այդ լայքերը։ Դե էդել 58 թաղամասում, անի թաղամասում, երբ որ ելույթի ժամանակ ես բարձրաձայնեցի այդ մասին, միանգամից այդ ձեր ասած այլ ազգիները իմ էջից վերացան, բայց չնայած իրանք սև գործը արեցին, բոլոր էջերը մեր վնասեցին, հարձակման ենթարկվեց եւ մենք այս քարոզչության ընթացքում չկարողացանք ոչ գովազդ միացնել, այդ քաղաքական գովազդը իրենք վնասեցին իմ բոլոր էջերը այդ ֆեյքերով։ Այդ էլ հասկանալի է, յուրաքանչյուր մարդ կարող էր $50 տալ, առնել յուրաքանչյուրի Facebook-յան էջի վրա միացնեին եւ առավոտ ելնեք, որ ձեր էջի վրա հարձակվել են այլ ազգիները եւ ձեզ լայքում են կամ ձեզ դիզլայք են անում։ Ի վերջո ֆավորիտ տեխնազուները ձեր կարծիքով այսօրվա դրությամբ։ Ֆավորիտ տեխնազուները բոլորս ենք։ Բայց դուք ասում եք կրելու են։ Բավականին պատասխանատու հայտարարություն է, երբ որ ասում են կրելու եք ու հետո հանկարծ չկրեք։ Բավականին պատասխանատու հայտարարություն արել եմ, ես այդ ամեն ինչը ինչ որ ասել եմ, ես ինձանից չեմ հանե, դուք տեսել եք ինձ ընդունելությունը թաղերում, դուք տեսել եք Փաշինյանին չէին ընդունում, բայց հաղթեց։ Դե ես ինչ անեմ, հիմա մի քանի ժամ է մնացել։ Հիմա մի քանի ժամ է մնացել։ Դե հիմա դրա համար էլ ասում ենք, այնպես անենք, որ Գյումրիում Վանաձորի նույն պատմությունը չկրկնվի։ Ես դրա մասին եմ խոսել, դրա մասին խոսելուց էլ իմ կարծիքով, եթե ես
նախազգուշացնում եմ, որ Գյումրիում հնարավոր է Վանաձորի օրինակը կիրառվի, տարբերակը կիրառվի, դրա համար իմ կարծիքով պետք չէ ինձ մեղադրել, որ ես նախապես զգուշացրել եմ այդ մասին։ Հանուն մի վարյան, հանուն համերաշխ, հանուն բարեկարգ, հանուն համախմբված Գյումրի եմ քվեարկել, որպեսզի Գյումրին համախմբված լինի եւ գյումրեցիները կարողանան ընտրել այնպիսի քաղաքապետ, ով որ իրականում կանգնած է գյումրեցիների կողքին եւ ում որ իր քաղաքական թիմը չի կարող վնասել ու չի կարող հանել գյումրեցիների դեմ։ Ոնց որ ընտրվելու դեպքում ով էլ հաղթի, ես շնորհավորելու եմ, որովհետև մենք փորձելու ենք ամեն ինչ անենք, որ արդար ընտրություն լինի, իսկ հաղթելու պարագայում իհարկե ես միշտ էլ պատրաստ եմ եղել շնորհավորելու։ Մինասյանի ներողություն նույնիսկ Սարիկ Մինասյանի։ Եթե գյումրեցիները այսքան բանից հետո պիտի գնան ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այս ամեն ինչը տեսնելով, թե ինչ է կատարվում Գյումրիում, ինչպես են վարվում Գյումրիում տեխնացուների հետ, գյումրեցիների ընտրած մարդկանց հետ, ուրեմն ես ինչ անեմ, եթե գյումրեցիները գնում են ընտրեն։ Իմ քաղաքի ժողովուրդը եթե գնա ընտրի, Նիկոլ Փաշինյանը Թալանի հետ վերադարձի տրամաբանության մեջ էր տանում, դուք չունեք ապօրինի գույքեր։ Թալանի հետ կապված ես ասել եմ հասցեատերը ես չեմ, քանի որ դրա հասցեատերը ես չեմ, ես ոչ նախկինում քաղաքապետ եմ եղել, ոչ մարզպետ եմ եղել, ես թող կառավարությունը գնա այդ Թալանների մասին իրենք են խոսում, գնան վերադարձնեն, ես որպես քաղաքապետ ի՞նչ Թալան պիտի վերադարձնեի։ Ճանապարհը լրիվ քարուքանդ էր։ Այս կողմով ենք եկել։ Բոլոր տեղերն է քարուքանդ է, քաղաքացիական պայմանագիրը 7 տարի իշխանության է, կենտրոնական իշխանությունը իրենցն է, կոալիցիոն կառավարում էին Գյումրին, այդ ընթացքում իրենք կարող էին այս ամբողջ փողոցները, տնակները, ինչ պրոբլեմ որ ուներ Գյումրին վերացնեն, քանի որ 7 միլիարդով պետական բյուջեն ավելացել է ու Գյումրիում տնակներն ու այս խնդիրները մնացել են ժողովուրդ ջան։ Հիմա գալու են նոր հիշել են, որ իրենք իշխանություն են ու գալու են, որ Գյումրին կառուցեն։ Մենք կկառուցենք Գյումրին կառավարության պետության գումարներով։ Պարոն Գրիգորյան, թատրոնում ձեր եւ Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ եղել է։ Խոսել ժողովուրդ ջան, Այսքան ոչ է։ ես չեմ ուզում այդ մասին խոսել, չեմ ուզում այդ անձնական խոսակցությունների մասին չեմ ուզում խոսել։ Այո, ճանաչել եմ նորմալով, ճանաչել եմ որպես նորմալ մարդ։ Բայց քաղաքացիական պայմանագիրը, ճիշտ ասած, այդ կարգի շփում չեմ ունեցել, որ գիտենամ ինքը այն ժամանակ էր Արցախը ադում, թե ԿՓ մտնելուց հետո նոր սկսեց Արցախը ու արցախցիներին ադել։ Դուր գալու համար, հա, Նիկոլ Փաշինյանը։ Դե հասկանալի է, ես երբևիցե ինձ թույլ չեմ տվել ոչ մի ուժի հետ համագործակցության արդյունքում ես ինձ թույլ տամ այնպիսի բան, ինչ որ հաճելի է տվյալ քաղաքական ուժին։ Ես ինձ թույլ եմ տալու այնպիսի բաներ, որը հաճելի է ու ընդունելի է գյումրեցիների կողմից։ Քաղաքական ուժերը կկանել կգնան, բայց մենք քաղաքում մնալու ենք որպես քաղաքի մարդ, քաղաքի տղա, որպես պատգամավոր, որպես քաղաքապետ, այնպես որ կարևոր է այստեղ այս փորձությունների միջից մարդ դուրս գալն է ու մարդ մնալն է։ Ամեն ինչ անցողիկ է։ Շնորհակալություն ժողովուրդ ջան։ Շնորհակալություն ժողովուրդ